Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում եւ կարծում եմ, որ այս փոփոխությունը, որը միտված է հիմնականում շահումով խաղերի գովազդի այդ գիտեք անթույլատրելի գովազդները, որ ամեն օր մենք հանդիպում ենք դրա վերացմանը եւ արգելմանը, շատ կարևոր է լինելու մեր մադաղ սերնդի համար եւ ընդհանրապես երիտասարդների համար։ Բոլորս ենք տեսնում այստեղ եւ ընդդուք եւ կարևորում եմ պարոն Հարությունյան եւ ձեր մտահոգությունը, որ այդ նույնիսկ Vivaro այդ խաղերի, Տոտո եւ այլն այդ խաղերի գծով ոչ միայն այդ կազինոների, որ պարբերաբար գովազդվում են եւ գովազդվում են այնպիսի, ասում է, այն գարանտ իմագով պրոֆեսիոնալ շուլերներ, որ համեցեք, այստեղ կհարստանաք եւ այլն եւ այդ գայթակղություններից առանց այն էլ պարաբուրտի մատնված մեր հիմնականի երիտասարդությունը ճիշտն ասած միանգամից գայթակղվում է եւ գնում է մի ճանապարհով, որը արդյունքում կործանարար է լինում որոշ դեպքերում։ Մասնավորապես առիթներ ունեցել եմ ես ասելու, որ իրոք այն օրեցօր ավելացող ինքնասպանությունների թիվը, որով պայմանավորված մենք ունենք խնդիր, եւ որի հիմնական պատճառներից մեկը, երբ ուսումնասիրում են, շատ հաճախ ստացվում է, որ համընկնում է այդ խաղատներում, այսինքն գումար խաղացողների ճակատագրի հետ, ովքեր խաղում են, տանում են տունը, ունեցվածքը եւ դրանից հետո մի բան է մտնում, որ ինքնասպանություն կորձեն։ Ցավ է, բայց փաստ է, որ մեզանում կան այդպիսի դեպքեր եւ այստեղ է, որ պետք է նշենք, որ գիտեք, այս գովազդները իր ազդեցությունն ունենում է։ Ի վերջո ցանկացած գովազդ, եթե այդպես չլիներ, ընդհանրապես գովազդներ չէր ցուցադրվի, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եւ ընդհանուր առմամբ իր ներգործությունն ունենում է մարդու ենթագիտակցության վրա, առավել եւս այն մարդկանց, ովքեր ելի եմ կրկնում, չունենալով աշխատանք, չկողմնորոշվելով իրենց մասնավորապես երիտասարդ հասակում էլ չեմ խոսում մեր անչափահասների մասին, որ գայթակղվում են եւ գնում են այդ ճանապարհով։ Կարևորում եմ այս օրենքի նախագիծը մենք իրոք կողմ ենք քվեարկելու, կտանք պարոն Միրոմյան նաև առաջարկություններ, որովհետեւ մենք ավելի ընդլայնենք ծավալը, որովհետեւ իրոք այս օրենքի նախագիծը իր ազդեցությունը ներգործությունն ունենա նաև, չգիտեմ, տարբեր լոդոների, այդ Vivaro-ների, Տոտոների եւ այլն, որոնք քիչ վտանգավոր չեն եւ որոնք, այսպես ասած, կամ մեղմ ասած, ավելի շատ շեղվում են այդ խաղատան, գումարի գաղափարից, բայց հիմքում դրված է նույն սկզբունքը։ Եվ մարդիկ էլի գայթակղվելով գնում են եւ մեծ վնասներ են կրում։ Այս տեսանկյունից պետք է կարևորեմ նաեւ, որ այս օրենքի ընդունումից հետո լուրջ գործ ունի նաեւ հեռան անելու հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որովհետեւ լրջագույնս վերահսկողության տակ վերցնի եւ արգելելի, որ ցանկացած հեռուստատեսության, ռադիոյի կամ այլ միջոցներով գովազդվի, կներեք մի բառով ասեմ, այս չարիքը մեզանում։ Շնորհակալություն։